Ես եկեղեցի եմ, դեպի դուրս եկեղեցի ես գնալու մոմես վառելու, բացի ես նորից ուրիշ երկար ճանապարհ ունիս։ Ընտանիքիդ մեջ նորություն ա կատարվում, փոփոխություն, տոնածառ, մեծ արարողություն ես էլ ամուսնանում ես Ազիզյան, ես դու, ես տոնածառ։ Գյուղական կյանքը դանդաղ ընթացք ունի, թվացյալ միօրինակ, սակայն այդ միօրինակությունը իր մեղեդին ունի, որ մի տեսակ հոտավետ ու չափազանց կոլորիտային է, չափազանց պատկերավոր։ Անգամ առավոտյան հարևաններով պարտադիր սուրճի սեղանի շուրջ հավաքված տատիկների թանձր սեր բռնող սրճամանը, աշնան պլպլան արևի դեռ տաքացող շողերի, դեռևս մեղմ-քամուց պարող հազարագույն տերևների խշխշոցի ուղեկցությամբ պաղանիստի Ռոզիկն ու իր հարևանները սիրով ու սերով սուրճի սեղան են բացել, բայց նրանց բոլորին ավելի շատ ոչ թե ավանդական սուրճն է իրար գլխի հավաքել, այլ տատի բաժակ նայելու շնորհքը, որ ամեն առավոտ մի տեսակ բոլորի սրտից է խոսում, ինչպես ինքն է ասում, մի երկու լավ բան ասում եմ, սիրտներ է ուրախացնում, թողորը ուրախ սրտով ու լավ բանի սպասումով սկսեն, հետո մեզ առանձին ասում է տատը։ Հին հեքիաթների բարի փերիների նման բաժակների սև մրուրի մեջ Ռոզիկ տատը ինչ որ պատմություններ է փնտրում, պատմություններ ու գուշակություններ, որ միայն լավի ու բարու մասին են, ու այսպես տարիներ շարունակ, բայց նաև տարիներ շարունակ բողոքում է իր սխալ անունից։ Ես ինձ անդրագիտության հետևանքա Ռոզա գրեն, Ռոզիկ են գրել է Գեղացանդերնին էլ։ Ով ա գրել անունը։ Ին վախտվա Ոսկեվանն է, ես իմ 47 թվին։ Ռոզա գրվեց, վերջես թոշակի վախտը տարան չի ասին, ծննդականով Ռոզիկ տինք գրել, դա գրեմ եք չանամ գրեք, ինչ գրեմ եք գրեք։ Այդ նույն մարդն եմ էլի ուրտին գնել։ Ռոզիկը որն է փնփնթում է տատը, թոշակառու կնգա անունը Իգով կվերջանա երեխի անունի պես, հարց է տալիս մեզ, Ոսկեվան ծնվել, Բագրատաշեն ապրել, Բաղանիս հարսնության է եկել, ահա տատի կյանքի ոչ այնքան երկար ճանապարհորդությունը, որ իր մեջ ամփոփում է նրա ոչ այնքան հեշտ, ոչ այնքան քաղցր մանկության, պատանեկության ու հարսնության տարիները, ծանր ու դժվար կյանք է ապրել, որ բառերով ասելու բան չի, բայց Ռոզիկը համառ ու ուժեղ կին է, որ մի օր անգամ այդ դժվարությունից չի խեղճացել, Ավելին հարսնության տարիներին այնպիսի հարս է եղել Բաղանիսում, որ անգամ սկեսրայրը հարսի արևով է երդվել, այնպիսի հարս, որ ի տարբերություն ուրիշ հարսների, որոնց ստիպելով են համոզել, ինքը ինքնակամ առանց ամուսնու հորդորների իր օրիորդական ազգանունն է փոխել։ Մարդս կխաբար չէր, որ ես գրվել եմ։ Հա։ Ո՞վ ա գրել տատը։ Ես գնացել եմ գյուղսով այդ։ Ինչի՞ բա, չէր ուզի քո աղջկական։ Չէ, դե մի բայտուր ես եկել այդ մարդիկուն։ Եկել ես ավերես, դե շնացրել։ Հա ազգանունով պիտի շնացնե։ Այո, խիչի, ինչ արնում։ Բա հիմա ինչի՞ չեն փոխում աղջիկները։ Բա, փայչ։ Կարան Մարտին դաժ իրան տան ազգով գրեն։ Համիտ աղջիկները դե լավն է, ժուլում է ժուլում։ Իաշխար դուզանդերնի ենք էլի ինչ որ խատ։ Պրոստան հարցեր որ գրել, պետքա գրեինք լույսը բանը դե։ Մատաղ իմ կեսրարի գերեզմանին, դե իմ կեսրը շուտ եմ հացել, բան չեմ ասում, հիվանդ կիներ, ոչկեքերը պայթել էին, բայց իմ կեսրը 22 տարի առանց կնիկ պահել եմ։ Դե բատ հարց եմ եղել, արդեն դա կապացուց է 22 տարվա մեջ, մի հատ սենց կոշտ բաժակը սեղանը չեմ դրել, որ այդ չայ է լղկա, որ ասի չուզելով ա դնում կամ ճաշը։ Տատը համերաշխ ընտանիք կազմելու իր սեփական փորձված մեթոդները գիտի, որ տարիների քննություն են բռնել ու երբեք իրեն չեն դավաճանել։ Ռոզիկի համար երբեք փողը նյութական առաջնային չի եղել։ Դրա համար այդ սիրելի Սաշիկի հետ ամուր ընտանիք է կազմել, ու այդ ամենաամոքիչ մեթոդը սերն է։ Սերը ամեն ինչի քեզ շրջապատող մարդկանց, կենդանիների ու նաև իրերի նկատմամբ։ Ոչ հարսի շորնակարևոր։ Ոչ փողը, ոչ գանձը, ոչ մատանին, ոչ ոսկին, ոչ մի բանը կարմես համերաշխ ընտանիք կազմի ապրել։ Իրար լեզու գտեք, այսինքն քարի վրա ենք քնել, այ երկուսով։ Նոր տուն ենք սարքած եղել, եկել ենք այդ քարի վրա։ Մի տեկր ունեին, այլ խմել էր մի հատ կարավատ ունենք, եկել էր կարավատ, ցանի տայել մենք այս աղքշեր նստեցինք։ Սեր, պետքա սերը լիս, համով լիս, հարգանքով լիս։ Տեկոր տեղը, իրա տեղը, կեսուրը, իրա տեղը։ Ես եկել եմ հիմքը գծած ա եղել։ Այսինքն հիմքը գծած ա եղել, պատվար։ Ու սկսել ենք դրանից տոքար, տոցեղտալ, ամեն ինչ, պատուհանի շուշա եմ գծել, պատուհանի վրի ռուճկեքն եմ ծարքել, ամեն ինչ, սևոր։ Մի խոսքով պեյծու կրակ ես եղել։ Այո, դերսորս էլ, բարձացել եմ, տենց ծարք, կակալի պոպոքի ծառը, ամենամեծ ծառը,
թափելուց եմ եղել, աղբերս եկել է, ամուսինուս կեսրարը տակին հավաքում են, ես թափել եմ։ Մեկ էլ իմ աղբերն եկել է, մի քիչ զրույց է նայել բան, թե բա Ռոզիկն ուրա, թե երևի գեղնա գնացել, նա չի նայում, որ ես եմ։ Մեկ էլ դե խնամի, դե որ կուշ կգա ես գնամ։ Մեկ էլ վերևից որ գնամը լսեցի, ասի, հետ ուր ես գնում։ Ոյ մամա ջան, աղջի վեր այլա։ Այսինքն պետուկրակ եմ, թե ինչ եմ էտեն։ Հետո ասում կեցակ սրակախ են սած, կան սրակախ են պետուկրակովը։ Չէ, ցավոտ։ Մտան թեղ հոչար էլի։ Բախտի կախիս հոչ։ Ռոզիկ Պայքարող, ցավի դեմ, հոգնածության դեմ, ամեն ինչի դեմ։ Մի խոսքով մի պետուկրակ, որ իր աշխատասիրությամբ բոլորին է զարմացնում մինչև այսօր։ Հա տատը հեչ հոգնել չունի, 87 տարեկան է, բայց այսօր էլ 18 տարեկանի ճարպկություն ունի։ Իր խոսքով համ լեզվում կա, համ պտղունցում։ Բացի այդ, ինչպես բաղանիսում են ասում, Ռոզիկը գյուղի կրթված տատիկներից է։ Գյուղի երեխաները հաճախ են գիրքը վերցրած Ռոզիկի մոտ վազում։ Էս կամ են հարցը ճշտում։ Հետո նաև աշխարհ տեսած կին է։ Անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն։ Գիտե՞ս։ Ամեն լեզու։ Դպրոցում ինչ անցել եմ գիտեմ։ Կարդացել եմ առաջ սովետական Հայաստանը, թարգմանում էր նաև ադրբեջաներեն։ Նույն սովետական Հայաստան թերթը, այդ ադրբեջաներենը կարդում էի։ Բայց մի որտեղ ասենք սովխոզ տանվեր մանգալու գնացել եմ Մոսկվա, Լենինգրադ, Բաթումի, Սոչի, Սուխումի, Ռուսաստան էլ գնացել եմ 5-6 անգամ, Ռոստով, Տագանրոգ եւ այլն։ Վերջի վերջո Ռոզիկը գյուղի պարծանքն է, նրա խոսքի հետ բաղանիսում բոլորն են հաշվի նստում, տատը նաև սուր խոսք ու լեզու ունի, իր խոսքով լեզվի տակ ոսկոր չունի, մտքին ինչ գա պետք է ասի, սիրտը հանգստացնի, ու կասի, որ հիմիկվա հարցնությունը մի տեսակ հարցնության նման չի, իրենք էին, որ բանից ու հալից անտեղյակ էին ապրում, մի տեսակ միամիտ, խեղճ ու հնազանդ։ Օրինակ, ես չեմ կարողացել իմ կեսօր կամ թեկուզ կեսօր առաջ խոսալ, բայց մի երևի հավասարությունը հասկեսով։ Այ օրինակ, որ խոսայիք ինչ կլիներ։ Միշտ։ Դմբուս կուտենք։ Հա, կամ էլ բայժանք։ Չէ, բայց իմ ամուսինը մի անգամ սենց հրատել չկա կոշտ։ Ինչպես արդեն ասացի, Ռոզիկ տատը գյուղի պետ ու կտորն է, շատ աշխատասեր մի կին, որ հանդիպակաց սարերի, թփերի ամեն մի անկյուն անգիր գիտի, որովհետև կյանքի լավագույն տարիները այդ սարերում ու թփերում են անցել, որովհետև հենց այդ սարերի ու թփերի տված բարիքներով է տուն ու տեղ դարձել։ Բաղանիսի ծնվածը, որին ուզում ես հարցրու ասա են հանդի անուն, ինչ են հողը, ընդեղ ինչ կա, ոչ մեկ չգիտի, բայց ես գիտեմ։ Ու մենակ եմ գնում։ Ինչ ես բերում ընդեղից։ Հոն, մասուր, կաղին, մոշ, սինդրիկ։ Մինչև օրս։ Այո։ Սաղ փոխածա։ Երկուսս ծնգածա։ Ես երեք չառաջոր 2 ամիսն ալրացել։ Ուսս միշտ տեղը դուս ընկա, ծորնիկի խաղալիքն ուզե իր անտամ սուտ տվի վեր ընկա պոլի վեր։ Ես մեկն էլ է։ Աչքերս երկուսն էլ գծածա։ Կուրախքի վիրահատություն, գրիժայի վիրահատություն, մատներս կտրտած ասա։ Եթե տերը մեր ձեռները հողոց չլի է տորնոց։ Իմ համար առավել ևս։ Նույնն էլ ես կնանում։ Ով աշխատինակ ուտի պտի աշխատես, որ ապրես։ Ընտանիքում սիրես, սիրվես, հարգես, հարգվես։ Ամեն բանի մեջ պարտադիր չի մեջ ունես, ինչ անում են անեն։ Դենց, կարում ես կուլտու։ Երևի թե հենց հողի այդ աշխատանքն է, որ մինչև հիմա ոտքի վրա է պահում, ասում է։ Արհամարելով մի շարք հիվանդություններ, Ռոզիկ տատը ապրում է, ստեղծում ու իր ստեղծածով կիսվում բոլորի հետ, որովհետև տատը այլ կերպ ապրելու ձև ու միջոց չգիտի։ Ռոզիկ տատը աչքաբաց կին է, ամեն ինչ շատ լավ տեսնում ու նկատում է։ Թեպետ օրվա մեջ շատ քիչ ժամանակ է պարապ մնում, բայց այն պարապ ժամանակն էլ հեռախոսն է ձեռքը վերցնում։ Այստեղից այնտեղից նորություններ հավաքում, վերլուծում ու ոչ միշտ է այդ հեռախոսներում մի կարգին բան գտնում։ Ու այդ ժամանակ, ինչպես ինքն է ասում, սկսում է վերսկել, այսինքն թունդ անեծքներ թափել մեղավորների հասցեին։ Չէ, TikTok-ում ես դե բաներ չունեմ։ Բա հեռախոս ունես։ Հետո ինչ, մտիկ եմ անում նայում եմ, հետո ինչ։ Ինչ ես տեսնում այդտեղ։ Որ լավ նայեն կարդում եմ, ասենք քաղաքականությունից։ Ահա։ Դե գնա այ դե ամար ասել։
Ահա։ YouTube ես մտնում։ Հա, դե մի բան նայում եմ կարդում եմ միշտ գիտեմ։ Հա, էտա։ Հա, ասենք թող հակնվի նորաձևություն ցույց տան, մազի լավ ձև ցույց տան, աման լվանալ, աման դնել, սեղան գցել, թող հա դնեն ցույց տան։ Թե չէ ունի չատկլոր, մկլոր, ոտները բաց, ճվերը բաց։ Միշտ նայում եմ չա։ Շորը էսքամ, թևերը բաց, դոշտեմ հարսանիքա, հարսը գնեմա, էսքանը բաց։ Հիմի այդ 500 հոգին որ չտեն ու քու մարմնի որ մասը մխալկա կամ թևը մտինչ կա, ինչ կրնի։ Մարդը կաշտում շալվարով հակին պինդ հակած կապած, ինքն էլ թևերը ճվերը բաց պարամա, ինչ կա, ինչա։ Ժամանակին իրենք էլ լավ կազմված լավ դեմք են ունեցել, բայց ով կհամարձակվեր ցուցադրել իր սիրուն բարեմասնությունները։ Կինը պիտի տղամարդու համար գաղտնիք լինի, առեղծված ու անմատչելի, չէ հիմիկվա նման, երբ իրենց մարմնի մասերը ընդգծած քայլում են, էլ ոչ մի գաղտնի բան չի մնում տղամարդուց։ Տարբերությունը դա է, մի քիչ շատ են էլի խայթը։ Թե չէ ամեն ինչ նորմալ է։ Դե ամեն բանին պարտադիր չպատասխանեն։ Ամուսնու առաջ տա եսի պետք չի էլի։ Մի քիչ ներողել, մի սուսարա, մի հատերեսը չրժե գնա, դե մի լաշա։ Ինչ է նշանակում։ Այդ ղանջղնալ։ Լաչար էլի, հա, լաչար։ Լաչաթանակ, լաչար։ Հնի ու նորի միջև համեմատություններ անելով տատը նկատում է, որ առաջվա համն ու հոտը այլևս հնություն է դարձել։ Հիմա ամեն ինչն է ձևական, մարդիկ են ձևական դարձել։ Ճոխ հարսանիքներ կանել, միլիոններ կթափեն, բայց իրենց ժամանակների հարսանիքներն ուր, հիմիկվա հարսանիքները ուր։ Իսկ թատրոն ոչ երգն ու պարն է մի բան, ոչ սեղանը, որ ռիսկ էլ չես անում ձեռքդ մեկնել ափսեներին։ Բեմականացում։ Եկավ, ահա, ինչա։ Քաբորը գալիս է, քաբորի կանգան էստորը, էս փողը։ Ինչ է չտեսեք։ Շորտեած չեք, փոխտեած չեք, ինչ է։ Բա նույն ձևի էլ հավաքում են։ Նույն ձևի իմ թորի արսանիք բանում նա եղել, այդ ռեստորանում։ Սեղանը սենց լիքը իրար վրա դասա տենց էլ թողին դուզել։ Հիմա պետք։ Թող համովրի կա ուտենել, կշտանանել, ուզում են ուրախանան, այնքան նվակի բանկա թող բարեն երկենել։ Դե պալատկեքներ, հարսը իրա ձևով իրա ժամանակին բեկացնեին, պարացեն նորից տանեն նստացնեն։ Հարսը սկզբից միջև են վառոտից պարգալով, գալիս է կուզի կպարի, կուզի չի բարի։ Միջև վերջի հարսի բանի դուրս գալը։ Մեջից դուրս չի գալիս։ Այո։ Հա հասկացանք էլի կնիկ աղջիկա, եսի մետ ինչ չթարա։ Սիրտը պայթում բարկությունն է շարժում Ռոզիկի, երբ նկատում է, որ հիմիկվա երիտասարդները ամուսնությանն էլ լուրջ չեն մոտենում։ Մի բան, որ իրենց համար խորթ ու անհասկանալի է, կամ ամուսնանում շուտ բաժանվում են, կամ էլ լավագույն դեպքում չեն էլ ամուսնանում։ Հա, ինչ դե ինչ ես մանգալի, ինչ ես մանգալի, ինչ, որ ինչ կամ ինչ գտնելու ինչ ունիս։ Դե ասում են ճանաչում ենք իրար։ Ինչն է ճանաչում, ես մտաղ, ես դրանից տրակում եմ, ինչն է ճանաչում։ Ինչը։ Բամի 16, լեդեն 30 տարեկան ես պետք է մի 3 տարի էլ քաշկաս։ Աղջկանը բերմատունողներ։ Հայ քանով նամիամի դե եկել են պրտել հետա։ Էտա, վերջացա։ Մի շաբաթ անցավ, երկու շաբաթ տեղ չեմ գնում, ես եմ հետո ջաղի հասնեմ, բրծանք։ Բա որ էդ իմարած աշխատանք տենուս այդ տարիքամ, որ եկել եմ, չէ՞, գետնատուն այլել է սենց։ Ու այնքան այդ հողը ավլել են սենց լատո կանգել ասել բաների։ Գնացել եմ եսին, որ դյան շեք հող բերել, դզել, ճրճահանել, ոտովել, կատոկել, դզել, ավլել։ Ինչ անենք։ Ինչը տապակաս օրինակ էլի գնացած տեղը պոլած, լամփած, գազել, լույսը սաղ քաշած։ Ուր ես դսպրտած ուր ես գնում։ Կարմես, հարմարվի, հաշտվի, ամուսնությունը խաղալիք, հա։ Այսօր գնամ քեզ մեկին մյուս վաղուտա ինչ ա։ Ինչպես արդեն ասացինք, Ռոզիկ տատի ամենօրյա հսկողության տակ է նաև քաղաքականությունը, որը շրջանցել չի ստացվում։ Ազգային ժողովի բոլոր նիստերին հեռակա մասնակցում է ու ծնկներին տալիս երեսն է պոկում վայ, ոչ ամոթ ունեմ, ոչ էլ աբուր ասում եմ։ Աշխարհնանայում, այդ մենակ ես ու դու չենք նայում, նախ աշխարհնանայում, ինչ բառ ասես իրար ասում են, ինչա դա կոլխոզի ժողովա է, ինչա։ Վերջը օրենք կա թե չէ, պետք է օրենք լինի։ Պետք է հարգենք նախ օրենքը, հետո եսիմ։ Դե մեր երկրի օրենքը սա է, ճիշտ է։ Պետք է բոլորս էլ ենթարկվենք, դե չես ենթարկում, դե իրար կերեք։ Ինչ բառ ասես այն Աննա կներեք արտահայտությանս, Աննայի տակիշորը ցույց ես տալիս ցուցադրում, տոշան տղա քուկնիկն ան տակիշորը, հա։ Դա ինչ կուլտուրա է։
Տատը կրթություն չի ստացել, ինստիտուտ չի ավարտել։ Նրա կրթությունն ու ինստիտուտը կյանքն է եղել, գնահատականներն էլ մեծերի օրհնանքն է եղել։ Այն կյանքը, որը վերահսկվել է գյուղի ժողովրդական իմաստունների կողմից, որոնք իրենց նախորդներից ստացել եւ իրենց հետնորդներին են փոխանցել ավանդույթներն ու ազգային վարքականոնները, բայց չգիտես ինչու իրենց կյանքի վերջին տարիներին այդ հազարամյա ճակերտավոր կրթական համակարգը խախտվել է եւ հիմա ոչ ոք խորհրդի ու ավանդույթի կարիք չունի։ Հակառակ դեպքում ազգային ժողովը չէր վերածվի նրան, ինչ որ կա հիմա, այդքան տգետներով ու անկիրտներով վրդովում է Ռոզիկը։ Աշխարհը շուռ է եկել, մարդիկ են շուռ եկել, իրար հաշիվ չեն տալիս, բայց ինքը նույնն է մնացել, նույնն էլ կմնա, իր հողի հոտով, իր ճշմարիտ խոսքով։ Իսկ սուրճի բաժակի հատակին ամեն Աստծո առավոտ ոչ թե գուշակություն, այլ հույս է փնտրում ու գտածը բաժանում սուրճի ընկերներին, հույս, որ մի օր էլի առաջվանը կլինի, խաղաղ, պարզ ու մաքուր, ինչպես ժամանակին էր, ինչպես իրենց հին ավանդական կյանքն էր։ Համաձայնության գլխով են կանում տատին ու վերադառնում անվստահությամբ, որ չէ, առաջվա մաքրությունը այլևս չի լինի, որ մենք մի տեսակ վավերագիրն ենք վերջին, ամենավերջին ազնիվ ու մաքուր մարդկանց կյանքի վերջին մոհիկանների։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Պաղանիսից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։